Սկսում ենք մեր այսօրվա միջոցառումը, այսօրվա մեր հերթական պարախոսության թեման քերծի պարն է, այսօր պետք է սովորենք քերծի պարը, հուսով եմ կան մարդիկ, ովքեր չգիտեն քերծի պարը, ով չգիտի քերծի պարը, ես գիտեմ, գիտեք մեր ազգային պարերը, յուրաքանչյուր հայկական պար, երբ որ ասում ենք, ինքը ունի անձնագրի նման մի բան, ինքն երբ որ ասում ենք հայկական պար, ժողովրդական պար, ֆոլկլոր առհասարակ, ինքը ունենում է տեղ, թե դա որտեղի պար է, տարածաշրջան, այս պարը պարել են այստեղ, նույն պարի տեսակներ կարող են լինել նաև տարբեր տեղերում, այսինքն քերծի պար ունենք հիմա Շատախ գավառի Ոզմ գյուղից է, այն մարդը եղել, ումից գրառվել է պարը, քերծի պարը և կարող է հայտնվել նաև այլ տարբերակ, ինչպես օրինակ քոչարիների պարագայում, գիտեք, մենք ունենք քոչարիների շատ տարբերակներ, Ալաշկերտի, Կարինի և այլն, այսպես ունենք 8-9 գոնե թե մեզ հայտնի քոչարիներ, որը մենք ենք պարում և միգուցե կան նաև պարեր, որոնք մենք դեռ չենք գտել, որովհետև հիմիկվա կենցաղում այդ պարերը չեն կիրառվում սովորաբար մեծ հանրության համար և կա մի փոքր խումբ, ենթադրենք հայ ժողովրդի մի տոկոսը, որ տիրապետում է այդ պարերին, հայ ժողովրդի Հայաստանի մի տոկոսը դա 30,000 մարդ, քիչ չէ 30,000-ը, քիչ չէ 30,000-ը, բայց դա պատկերացրեք մի այդպիսի օազիս է, երբ որ պարողները կամ խմբերը իրար դեմքերով գիտեն և ֆոլկլորին տիրապետում են հենց իրենք, և կան մարդիկ, ենթադրենք 0,01%, ովքեր պարի կրողներ են, բայց իրենց շրջանում չեն պարում այդ պարերը, ենթադրենք Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում են, կան մարդիկ, ովքեր գիտեն այդ պարերը, մի քանի պար, բայց այլևս հարսանիքների և հանրային տոնակատարությունների ժամանակ այդ պարերը չեն պարվում, որովհետև ջահելները նախընտրում են ռեփ լսել, հարսանիքներին նախընտրում են ռաբիզի տակ պարել, ձեռնապարն են պարում այս տաշտուշը և այլն, և ֆոլկլորը որպես այդպիսին չի գործածվում լայն հասարակության մեջ, և մնում է կիրառելի միայն այդ 1%-ի շրջանակներում, ու այս մի տոկոսն էլ, պատկերացրեք, որ կա, ինքը զորով սենց աճեցված թիվ է, բայց բերեք մի տոկոս չասենք, ասենք իրեն 5%, մի քիչ մեզ հույս տանք, որովհետև իսկապես որոշ շրջաններ կան Արագածոտնի մարզում հատկապես, որտեղ գյուղերում սասունցիները պարում են մի քանի պար, այո, թվեք գյուղերը, 1, 2, Կատնաղգյուղ, 5, ուրիշ, Աշնակ, 6, Ուջան, 7, Իրինդ, 9 և այլն, այսինքն Արագածոտնի մարզի բնակչությունը երևի մոտ 200,000 է, բոլորը սասունցիներ չեն, մի մասն են սասունցիներ և այս սասունցիները, և այս մարդիկ իրենց գյուղերում պարում են, հիմնականում իրենք պարում են մի քանի պար, մշոխր մայրոկե յարխոշտա այս տարբերակը, մշոխրեն երբեմն նաև անվանում են քոչարի իրենք, և սենց հատուկ չեն ասում, այսինքն մշեցին ինքը չի ասում սա մշո պար է, ինքն ասում է իմ պարը, մեր պարը, հասկանում եք, այդ կարինցիներն են, որ ասում են մշո պար, մշոխր, սասունցիները կարող ասեն ուղղակի սա խր է, որովհետև դա իրենց պարն է և իրենք իրենց բնակավայրի անունը շեշտելու առանձնապես կարիք չեն ունենում։ Հիմա և նույնը պատկերացրեք մնացած պարերի պարագայում։ Հիմա քերծի մասին եթե խոսենք, ինքը Շատախի շրջանի պարերից է, Շատախ գավառի, Շատախը գտնվում է Վանա լճից հարավ ընկած հատվածներում, մեծ հայքի աշխարհացույցով որ պատկերացնեք, մոտավորապես Մոկ նահանգի այդ սահմաններով Կորճայքի մի մասը, ինչ? Կաճետը գյուղ է, այ, գյուղի անունը։ Հա, ոնց որ, չգիտեմ, Շատախի Վանի շրջանից է, և Շատախ կոչվածը
Միած սա էլ պատկերացնենք, որ տարբեր ժամանակաշրջաններում այս վարչական միավորների չափերը, սահմանները այլ են եղել։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք շատախ կամ Սասուն, դա կոնկրետ ինչ-որ գյուղ է եւ որպես Սասուն նահանգ ինքը տարբեր շրջաններում տարբեր չափերի է եղել։ Բագրատունիների ժամանակ այլ է եղել, Արշակունիների ժամանակ միգուցե առհասարակ Սասուն վարչական միավոր չի եղել, մի ուրիշ շրջանում մտել է Բիթլիսի կամ Բաղեշի վիլայեթի, այս թուրքական բաժանման սահմանի մեջ, եւ երբ որ ասում ենք Մուշ, Սասուն տարուն, ինքը sense տարբեր ժամանակներում տարբեր վարչական սահմանների մեջ պետք է պատկերացնենք դա։ Հիմա շատախցի էր նաև Հայրիկ Մուրադյանը, երգերը, որ հավաքել էր, ինքը ասենց մի հատ լավ պապիկ էր, երեխեք ջան, ինքը գնում էր Կոմիտասից հետո Հայրիկ Մուրադյանը զբաղվում էր ազգային երգերի հավաքագրմամբ։ Մի քիչ Հայրիկ Մուրադյանի մասին ձեզ պատմեմ, ինքը պատկերացրեք sense բարի պապիկ էր, մազերը հետ սանրած, մասնագիտությամբ պատմաբան էր եւ ունի հեղինակած նաեւ գրքեր, իր գրքերից մեկը կոչվում է Էջեր հայ ժողովրդի հերոսական անցյալից եւ այս գրքի մեջ Հայրիկը պատմում է թե շատախցիներին, շատախի շրջանում ինչպիսի եւ ոչ միայն շատախի, ինչպիսի կռիվներ են եղել։ Այնտեղ մենք ունենք օրինակ մի գյուղ, որը ցեղասպանության այս տարիներին 1915 թվականներին այդ գյուղում եղել է մեկ զինված տղամարդ։ Ու այս մեկ զինված տղամարդը, երբ որ գյուղի վրա հարձակվել են շատախցիներին, ինքը մի հատ հարուստի տան, երկու հարկանի տան, երկրորդ հարկի պատուհանից կռվել է քրդերի ու թուրքերի հետ, որոնք մոտ 150-200 հոգի են եղել, ովքեր հարձակվել են, որ այդ գյուղը կոտորեն, կարողացել է ուշադրությունը իրենց գրավի դեպի իր մոտը, դե մի հատ լավ կռվող զինվորը, պատկերացրեք, կարող է մի 8 հոգու սպանել ու 10 հոգու էլ վիրավորել, դա բավական է արդեն, որովհետեւ այդ արշավանքը sense տեղում մնա, այսինքն այդ հարձակվող ուժերի 10%-ը շարքից դուրս եկավ ու հետո կարողանում է ինքը փրկվել։ Այսինքն գյուղացիները փրկվում են, մեծ մասը հաջողվում է փախնել կողքի գյուղերը, այս թուրքերի քրդերի այս հարձակումը ձախողվում է, ինքն էլ այս տղեն էլ կարողանում է դուրս գալ այս վիճակից ու sense փախնել գնալ ինքն էլ փրկվել։ Ու այդ մի հոգին զինված կարողանում է այդ գյուղը ազատել կոտորածից։ Ասես դեպքերի մասին Հայրիկ Մուրադյանը ունի գրված գիրք, խորհուրդ կտամ կարդաք, ինքը sense ուժեղ պատմություններով է լցված եւ ես կարծում եմ մեր պատմությունը իմանալուց պետք է իմանալ նաեւ այս ուժեղ պատմությունները, թե մենք ինչ կռիվներ ենք ունեցել, ինչ հաղթանակներ ենք ունեցել եւ այլն։ Հիմա Քերսին ինքը որսորդական ու ռազմական բնույթի պար էր։ Մենք ասում ենք որսորդական, բայց այս որսորդական շրջանում երբ որ այս Քերսին պարում էին, պետք է հասկանալ եւ ընդունել, որ որսորդների մեծ մասը նաեւ ցեղի զինվորներն են եղել, ռազմիկներն են եղել, որովհետեւ շատ վաղ շրջաններում ցեղի բոլոր տղամարդիկ համարվում էին այդ ցեղի զինված ուժերը եւ երբեմն չէր լինում նաեւ կանոնավոր բանակ։ Բոլորը ինչ որ մի գործով էին զբաղվում, բացի ցեղապետից իր մի քանի թիկնապաներով, եւ հենց որ կռիվ էր լինում, ցեղի տղամարդիկ պետք է հավաքվեին եւ գնային կռիվ։ Եվ լավ զինվորը քաղաքացիական կյանքում ինքը լավ որսորդ էր։ Ինքը որսորդը պատկերացրեք նետաձիգն է, որ կարողանում է նետով կամ նիզակով ինչ որ կենթանու խփել, կամ արդ որ նետաձգությամբ զբաղվում է կամ զբաղվել է։ Ինչքան եք կրակել հեռավորությունը։ Թիրախին որ կպնեք։ 100 մետր։ Հա, դե հաշվենք որ 100 մետր։ Հա, 70։ Այդ մարդիկ բերեք բան անենք, որ իրենք ամեն օր զբաղվում են դրանով 100 մետր, երբեմն նաև 150 մետր,
կարողանան որս անել եւ պետք է եւ եթե լավ չեն կարակում, պետք է այդ եղնիկին մոտենալ 50 մետր հեռավորության վրա, որ կարողանաս կպնես եւ որսին 50 մետր մոտենալ, 50 մետր հեռավորության վրա հայտնվելը դա հատուկ հմտություն է։ Այնպես չի որ այդ եղնիկը sense ոտը ոտին գցած նստած սպասում է որ կան իրան կրակեն, էլի, կրակեն չկպնի, ասի լավ, մի հատ է փորձի։ Այդ հա, կրկին փորձիրը չկա, այսինքն կրակեցիր չկպավ, որսը փախնում է։ Եվ հիմա այս որսորդները օր ու գիշեր ոնց որ հետ գտնել, այս կենթանիները ուր են գնում, այս կենթանուն հետևել, սա կարող էր հա, տևել, չգիտեմ, մի օր, երկու օր, երբ որ գնում է որսի, որ կարողանա այս որսը անել, այս երկու օրը այս որսորդը պետք է կարողանար անտառում գոյատևել։ Այս իր գոյապայքարը պետք է կարողանար հաջողությամբ կանել։ Հետո այդ եղնիկին մենակին կչի որսում, գիշատիչ կենթանիներ կան, որոնք եւս ուզում են այդ եղնիկին ուտեն, եղնիկը պայմանական եմ ասում, կարող է լինել նապաստակ, կարող է լինել վայրի խոզ կամ չգիտեմ ինչ։ Եվ այս կենթանիները եւս այս զոհի հետևից են մնում եւ իրենք էլ երբեմն առերեսվում են իրար հետ։ Այսինքն գայլն ու մարդը, վագրն ու մարդը եւ այս որսորդը պետք է նաեւ այդքան ուժ եւ հմտություն ունենա այս գիշատիչ կենթանիների դեմ կռվելու համար։ Այսինքն որսորդ կոչվածը բերեք չպատկերացնենք մեկին, ով որ ուղղաթիռով Աֆրիկայում լավ զենքով վերևից այռույց է կրակում։ Չէ չի նստում, լավ փող է վճարում, իրան ուղղաթիռով տանում են, ինքը այռույցի որս է գնում անում։ Ինքը այն մարդն ով որ օր ու գիշեր հետապնդում է այդ զոհին ու հետո այդ եղնիկին որ սպանես պետք է նաև բերի է։ Այսինքն այդ արունակամ զոհին, որին խփել է ինքը, պետք է սրան բերի մոտավորապես 10 կիլոմետր, 20 կիլոմետր։ Արյունի հոտը այս գիշատիչներին գրավում է, որ ինքը այս կենթանուն խփել է։ Ասենք այդ եղնիկին խփել է 30 կիլո է, փորոտիկը մաքրել է, գլուխը կտրետ հապել է, ենթադրենք որ մենակ միսը տանի օգտակար, 30 կիլո է կամ 40 կիլո է կամ չգիտեմ ինչ, սրան պետքա տանի։ Սա ֆիզիկական ուժ է։ Եվ այլն։ Հիմա այս որսորդին մենք պատկերացնում ենք նաև որպես զինվոր, ցեղի զինվոր, ռազմիկ։ Եվ այս պարը իրենք որ պարում էին, ոնց որ պարում էին որսորդներով, պարում էին գծերով, ու գծերով պարը մեր ֆոլկլորի մեջ սովորաբար ընդունված է նաև դիտարկել իբրև ռազմական պարի նշան։ Ինքն ունենք շրջանաձև պարեր, գյովնդների բանը, շարքը, առասարակ այս շուշ պարերը եւ այլն, ունենք գծային պարեր, ինչպես Յարխուշտան, Կարնո Քոչարին, Ալաշկերտի Քոչարին եւ այլն։ Տղամարդկանց պարերի մեծ մասը գծային է լինում։ Շարանին, Շատախի ռազմապարը ու այս գծերը իրենց ցույց է տալիս, որ իրանք զինվորներ են ու սովորում են իրանք շարք պահել։ Պարերի միջոցով, մշակույթի միջոցով իրենք տղաներին հոգրուց սովորացնում են զինվորական կարգապահություն։ Սովորացնում են շարքում իրար հետևել, որովհետև զինվորը, երբ որ գնում է հարձակման, կանոնավոր բանակը պետք է հետևի իր շարքին։ Այսինքն այն վայրենիների զորքը չի, որ ամեն մեկը sense իր համար գոռալով գնում է ճակատամարտ, այլ դա շարքն է, կանոնավոր բանակների օրինակները գիտեք, իրենք շարքով են գնում, շարքով հարձակվում են, շարքով նահանջում են, շարքով պաշտպանվում են եւ շարքը իրար հետևելը շատ կարևոր մի օղակ է ռազմի գործի մեջ, շատ կարևոր գործիք է իրենց համար, որպեսզի կարողանան հաջողության հասնեն եւ այս առումով շարային պարերը նաեւ իրենց մեջ անընդհատ կողքինին հետևելու ոնց ասեմ, հմտություն, հոդառություն են զարգացնում։ Դե մենակով չի կարելի կռվել, պետք է անընդհատ կողքինիդ հարցնես. դու ոնց ես, գալիս ես թե չես գալիս։ Աչքի պոչով նայես, միգուցե վիրավորը եւ պետք է օգնել իրեն։ Կամ ինքը չպետք է մենակով հասնի, ոնց հերոս տղայա գնա մենակով դիրքը գրավի, ինքը դարձյալ պետք է նայի շարքին, որովհետեւ իրան մենակ կթողնեն ու մենակ կոչնչացնեն։ Հիմա շարքը այս առումով տղաներին սովորացնում էր մնալ շարքի մեջ, հետևել։
ընկերներին կապի մեջ լինել, որ կարողանան այդ հոտառությունը զինվորական ձեռք բերեն։ Հաջորդը զինվորական պարերը, ռազմական պարերը, որ տալիս էին, դա հոգեբանական որոշակի բարդույթներ հաղթահարելն էր։ Ինքն տղաներ կան եւ սրան իրենք շատ վաղուց պատրաստվում էին, ոնց են մեր տղաները նայում են պապաները ինչ են անում, իրանք էլ են անում։ Եթե պապան պարապող պապայա, ինքն էլ քստիկով ավերցնում մարզվում է, ենթադրենք 2 տարեկան, նայում են պապան ոնց անում, ինքն էլ անում։ Պապան ծխում է, ինքն էլ է ծխում։ Իրենց թաղի հեղինակությունները ծխում են, ինքն էլ է ծխում։ Հասուն տղամարդը հասարակության մեջ, մանավանդ եթե ինքը հեղինակություն ունի, ինքը ցուցիչ է տվյալ հասարակության մեջ կրտսերների համար։ Եվ մի փոքրերը նայում են մեծերին ու սկսում են սովորել։ Ու իրենք ռազմական պարեր պարելուց կռիվներ չանելու բարդույթներ են հաղթահարում իրենց մեջ։ Կան տղաներ, օրինակ կյանքում կռիվ չեն արել։ Ու սա եւս խնդիր է։ Ինքն իրենք պետք է իրենց ուժերը փորձեն, իրենք պետք է հասկանան, որ մի հատ որ դեմքի տուտում ես աշկի տակը կապտում է, դրանով չես մեռնում, ապա ինքը համարձակվի, որ կարողանա անհրաժեշտության դեպքում իր սիրելիներին պաշտպանել։ Սա հոգեբանական, եթե չկա սա, ուրեմն ինքը հոգեբանական ինչ-ինչ բարդույթներ ունի։ Եվ պետք է սովորի սա։ Եվ որոշ ռազմական պարեր իրենց մտցնում են այդ կռվի հոգեբանության մեջ։ Շատախի ռազմապարը, երբ որ գալիս են, իրենք խփում են, այսինքն երկու խփող իրար հետ սենց թե նենց մտնում են ինչ-որ տեսակ պայքարի մեջ։ Ինքը ուժեղ է խփում, ես մի քիչ փորձեմ ավելի հերվից խփելուսով, կամ Երխուշտան ավելի ցայտուն օրինակի, երբ որ պարելուց փորձում են մրցվել ով է ուժեղ, փորձում են ցավին դիմանալ, կապտուկներ առաջանում, երբեմն լինում են այլ կոտրվածքներ մատների, քթի կոտրված կա լինում, սենց խփելուց գլխով են գնում առաջ։ Հիմա սա եւս մեր պատանիներին, մեր տղաներին պատրաստում է հասուն կյանքի, պատրաստում է կռվի։ Ինքն ֆոլկլորի բուն գործառույթը զվարճանքը չէ։ Նաև զվարճանքն է, բայց ռազմական պարերի նշանակությունը մարդկանց մեջ ռազմական հոգեբանություն դաստիարակելն է, ինչ որ չափով։ Դրան են ծառայում նաև ազգային խաղերը։ Ով գիտի, էշմիլիցա խաղը։ Ով գիտի հավալա խաղը։ Հիմա չեն խաղում, բայց դրանք ով գիտի բերթա խաղերը առհասարակ։ Հիմա սրանք եւս հասարակության մեջ պատանիներին իրար հետ սենց առողջ հարաբերություններ կառուցելու համար են, որովհետև տղաները անընդհատ երկար գոմեշ ազգային խաղ, գիտեք, որ շարքով կանգնում են, գալիս թռնում են իրար վրա, ու պետք է այդ շարքը շուռ է գալուց եւ այլն։ Էշմիլիցեն բերթով են, սենց կանգնում են, կլոր, գալիս թռնում են իրար շալա։ Հիմա հավալան ուշ, հավալան մի հոգի կռանում է, վրայից թռնում է։ Հիմա այս խաղերի ժամանակ տղաները եւս իրար խփում են։ Ասենք հավալայի ժամանակ ուժեղ մեջքին են խփում, եթե խաղացել եք կամ տեսել եք, լավաշ թխոցի կա, արծվի ճանք կա, գունդ շահոցի կա, ասեն բոմբ կա, թռնում ընկնում են մեջքի վրա։ Ու այս ցավերին ոնց որ իրենք փոքրուց սովորում են տղան, որ ցավի պետք է դիմացկուն լինի։ Հետո տղաներին, երբ որ դու իրար հետ sense խաղացնում ես, իրենց մեջ այդ ոնց ասեմ, այն ներողություն բառիս համար այն յախշիներ չեն առաջանում ուտեն շատ։ Ինքն երբ որ այդ յախշին էլ է կանգնում շարք թռնում են իր շալակը, այն մյուսները հասկանում են, որ այս յախշին այնց էլ անձեռն մխելի չի, էլի։ Այսինքն կարելի է իր շալակն էլ թռմել ու իր այդ ես ամենավերին բան, սա վերանում է։ Ու տղերքի sense ավելի առողջ հարաբերություններ են ձևավորվում իրար միջև, որովհետև հասարակությունը ինչ որ անում է, այս մեծերը ինչ որ մտածում են, փորձում են այնց անել, որ բանը կրծեր սերունդը հնարավորինս անվնաս եւ առողջ մեծանա, ուժեղ մեծանա։ Եվ ստեղծված խաղերը պետք է դրան ծառայեն եւ անպայման պահեն նաեւ բարոյական այս արժե համակարգը։
բարերն են դրան ծառայում, աշխատանքները, հագուստը, որոնք իրենք մտածում են, որ պետք է հասարակությունը հագնի եւ երեխեք հագնեն, բոլորը ծառայում են սրան։ Եվ հիմի ռազմական բարերի միջոցով, ռազմական խաղերի միջոցով, վերցախաղերի եւ այլն փորձում են տղաներին պատանի տարիքից դեռ վաղ հասակից համ իրար հետ առողջ հարաբերություններ կառուցել, համ իրենց հոգեբանական բարդույթներ չստեղծել իրանց մեջ, որ իրանք անընդհատ կռվի մեջ լինեն, մի քիչ քթից արուն գա, մի հատ ընկնեն ոտքը քերծվի, կենսափորձ հավաքեն այդ իմաստով։ Եվ դե ֆիզիկապես ցավերին դիմանալը բանը ինստինկտյան պետք է անել։ Եվ այս շարքերը եւս կարևոր են։ Ու սրանով նաև ստեղծվում էր պահպանվում էր նաև համայնքի կենսունակություն։ Սա եւս շատ կարևոր է, հիմա մարդիկ իրար հետ շփվելը ասում են networking, հա, երբ որ գնում են ինչ-որ ծանոթություններ ունենալ, ցանց ունենալ, բայց դե գյուղով իրար հետ շփվում են տղերքը։ Հա, ինք ասենք այդ հին հայկական բնական վիճակն է, երբ որ գյուղով շփվում են իրար հետ, որովհետեւ բոլորը իրար ճանաչեն եւ փոխադարձ օգնության զգործոնը ինքը մշտապես աշխատի ու դա աշխատում է։ Հարսանիքների ժամանակ ոնց է, հիմա դա նույնպես աշխատում է, չէ՞ որ մենք հարսանիք երբ որ գնում ենք անպայման նվեր ենք տալիս, չէ՞։ Այսինքն այդ երիտասարդ զույգը, ով որ պետք է ամուսնանա, այս զույգը պատկերացրեք հարսանիքի եւ այս ամեն ինչի վրա ծախսելու է $20,000։ Հասարակության փոխօգնությունը շատ կարևոր է, որովհետև սովորական ընտանիքի համար $20,000 հետ գցելը դա կարող է տևի, չգիտեմ, 20 տարի։ Երբեմն լինում են հա այդպես, որ 20 տարի։ Հիմա երբ որ հասարակությունը փոխօգնություն է բանանում, ամեն գնացողը նվեր է տալիս, այդ 20,000-ից կարող է 15,000-ը հավաքվում է կամ երբեմն ավելի շատ է հավաքվում։ Եվ այս զույգը ավելի վստահ է լինում, որ այո, պետք է ամուսնանալ ու չպետք է սա հետաձգել։ Սա հիմա հնում երբ որ զույգեր ամուսնանում կամ գնում էր իր հայրական տուն կամ գյուղի այդ թաղի տղամարդկանցով հավաքվում էին, այդ մեկին տուն էին սարքում։ Այսինքն ինքը այլևս չէր մտածում, որ ես տունը հիպոթեկով ոնց փակեմ, ես այս ինչը ոնց անեմ, այսինքն պետք է որ հասարակությունը վերարտադրվի եւ պետք է դա կազմակերպել առողջ միջավայրում որ լինի, պետք է որ զույգերը ամուսնանան։ Պետք է ընտանիքի մեջ ծնվի, մեծանա եւ որպեսզի ընտանիք լինի, պետք է այս մարդու ոնց ասեմ, հիպոթեկը պետք է հավաքվեք փակիկ։ Հա, պետք է հիպոթեկը հավաքվեն փակին, որ այս մարդը տուն ունենա, վստահ լինի, որ այո, ես պետք է բան անեմ։ Եվ դրա պատճառով, նաեւ այս տնտեսական պատճառով ամուսնանալու տարիքային շեմն է բարձրանում։ Ինքը 20-21-ում չեն ամուսնանում, այլ ամուսնանում են 30-ում, 35-ում։ Կամ մնում է։ Ոնց որ իմ ընկեր Կարենը ինքը էստեղա ցույց չեմ տալիս, չի ամուսնանում մարդը ասից։ Շեմը մեծանում, հետո դիֆուզիայի է ենթարկվում, շեմը չկա, գնաց։ Հիմա հասարակությունը ոնց որ ամեն ինչ անում է, որ միմյանց օգնեն, համայնքը մնա ուժեղ եւ կենսունակ, իրար օգնեն։ Թե տխրության ժամանակ, հաղումների ժամանակ են ձեռ մեկնում իրար, հարսանիքների ժամանակ են ձեռ մեկնում իրար, որտեվ եւ ուրախությունը մենակով տանելն է դժվար լինում։ Հա, պետք է կիսվես քո ուրախությամբ մյուսների հետ, իրանցից էլ բարի եւ տխրությունն է դժվար տանելը։ Եվ սա հասարակության փոխօգնությունն է, որը շատ կարևոր գործիք է, որ մենք կարողանանք պահպանել։ Ու դրա դեմ կարող է բան անեն, գործ անեն, ենթադրենք են գյուղի հարուստները։ Երբ որ օրինակ գյուղի ամենահարուստն է, հարսանիքը անում, ասում է պետք չի ինձ նվեր, առանց նվեր եկեք։ Ու ինքը իր այս քայլով, միգուցե իրան իսկապես պետք չի հավելյալ նվերը, բայց ինքը այդ քայլով վատ օրինակ է գցում հասարակության մեջ, որպեսզի այն մյուսներն այդ հասիբի ինքնեն, այն միջին օղակներն ասեն, լավ, մեզ էլ պետք չի։ Սենց իրանց մի կերպ բան անելով, հա, ես էլ յոլա կգնամ, կամ նույնը թաղումների ժամանակ։ Ես հիշում եմ, ես երբ որ փոքր էի, թաղումների ժամանակ եւս բաներն անում, սենց փոխօգնության բան կար, փող էին հավաքում, որ այդ մարդը թաղումը սկի ժամանակ ինքը հանկարծ չմտածի, որ վայ, ես հոգեհաց չտվեցի,
վայ ես թաղման ծախսերը չկարողացա կազմակերպել, այլ ինքը ոնց որ ազատ իր սրտի ցավը կարողանա դուրս հանի ու հասարակությունն էլ օգնի իրեն։ Բայց գնալով դա փոխվում է ու մնում է ու դա կորցնում ենք մենք։ Հիմա մնում այս փոխօգնության այս մի գործիքը սկսում ենք կորցնել։ Հիմա ընկերներ, բարերի մասին խոսելուց ես կարծում եմ, որ մեր մշակութային բովանդակությունը շատ կարևոր է։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինքը ինչ մշակութային, ինչ կենցաղային միջավայրից է դուրս գալիս, այս մշակութային երևույթը, որովհետեւ բարը ամբողջությամբ հասկանանք։ Եթե մենք մենակ շարժումներ սովորենք, բարը այդքան էլ հիմնավոր չի լինի։ Մենք պետք է իմանանք մեր անցյալը, մենք պետք է իմանանք մեր ներկան, մեր մշակույթը եւ մենք պետք է կարողանանք ոնց ասեմ, ադապտանանք եւ կարողանանք այս մշակույթով հիմա էլ ապրենք։ Մենք հիմա տարազներով ման չենք գալիս, մենք այս տարբեր հակոստներով ենք ման գալիս, բայց ես չեմ ասում, որ մենք պետք է տարազներ հակնենք։ Մենք պետք է հիմա ոնց կենցաղը հարմար է, այդպես հակնենք եւ հիմա կտորը շատ է, առաջ կտոր չկար, դրա համար մի շորը հակվում էին մինչեւ ինքը վերջանար, պատրվում էր կարկատան էին անում, պատրվում էր կարկատան անում, տարբեր գոյնի, սեն շորերը գանարած էր։ Հա, հիմա եւ պետք է հարմարվել դրան։ Այսինքն ես կարծում եմ մենք մեր բանակի քեֆերին, մենք մեր խնջույքներին, տղաներին ամուսնացնելուն մեր ներողություն էլի բարիս համար, մալչիշտիկների ժամանակ մենք պետք է խմենք ու մեր ազգային պարենք մեր ազգային երգերը։ Եթե մենք հիմա դա անում ենք, ինքը պետք է բամենի։ Հա, մենք մեր բանակի քեֆերին պետք է դա անենք, մենք մեր հարսանիքների ժամանակ պետք է անենք։ Սա է մեր կենցաղը եւ մենք մեր կենցաղում պետք է կարողանանք կիրառել մեր մշակույթը։ Հակառակ դեպքում ինքը կենսունակ չի լինի։ Մենք բեմում չենք կարող մենակ ապրել։ Ոչ էլ սենց բարի խմբերում գանք թաքուն ինչ-որ միտեղ ապրենք, գնանք տուն։ Ինքը պետք է մեր կենցաղի մասը լինի։ Ոնց որ ֆոլկլորը, ժողովրդական պարը ինքը ժողովրդի պարն է, պետք է ժողովուրդը պարի դա։ Ազգային պարը, եթե ազգը չի պարում, թաքուն նկուղներում ինչ-որ հատ պարասրահներում ենք պարում, դա ոնց որ ժողովրդի կենցաղը չի զարդարում։ Դրա համար առաջարկում եմ ձեզ հիմա գալ, օրքեստրի սովորենք։ Համեցեք։